Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք խաղաղության երկխոսություն կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանի հետ։ Ողջույն պարոն Խաչատրյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Անդրադառնալու ենք հիբրիդային սպառնալիքներին, բայց նաև կխնդրեմ, որպեսզի մենք այն դիտարկենք համապարփակ նաև անվտանգության տրամաբանության մեջ, այսինքն թե ինչպես կարող է համապարփակ անվտանգության մոտեցումը, որը համատեղում է նույն ռազմական պատրաստվածությունը եւ տնտեսության դիմադրողականությունը, ուժեղ ինստիտուտների հասարակական համախմբվածության եւ միջազգային համագործակցության հետ, որքանով է կարող դիմագրավելու հիբրիդային սպառնալիքներին։ Եվ նախ սկսենք նրանից, թե մասնավորապես հիբրիդային սպառնալիքների անատոմիան իրենից ինչ է ներկայացնում եւ զարգացման ինչպիսի միտումներ ունի։ Դե իրականում ինքը շատ ծավալուն թեմա է, շատ լայն շերտեր է ինքը ներգրավում, այսպես կոչված հիբրիդային սպառնալիքները։ Ինքը իրականում բավականին ժամանակակից նոր եզրույթ է, եւ հիբրիդային սպառնալիքներ համենայն դեպս հայաստանյան համատեքստում կամ նույն հետսովետական, հետխորհրդային երկրների համատեքստում հիմնականում ենթադրում ենք այդ բազմաշերտ փորձերը ազդեցություն ունենալու այլ երկրի քաղաքական, ներքին քաղաքական գործընթացների վրա, նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումների եւ այլն եւ այլն։ Եվ սրա համար բավականին լայն սպեկտր կա գործիքների, որ օգտագործվում է։ Ինքը նաև, գիտեք, պետքա դիտարկենք որպես նաև պատերազմներ վարելու գործիք, այսինքն լայնորեն այդ քարոզչությունը նաև պատերազմական գործողություններին զուգահեռ օգտագործվում է եւ ցավոք սրտի այդ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք էլ ականատես եղանք, երբ որ այդ բացի ուրեմն մարտական գործողություններից մենք տեսնում ենք այդ Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ կիրառվող այդ հիբրիդային տեղեկատվական արշավները, հա, այլ մեթոդները, որ օգտագործվում էին, բայց սրանք մենք հիմա այս նախընտրական համատեքստում հիմնականում խոսելու ենք երևի, ու ես ամենայն դեպս մտադրություն ունեմ խոսելու ավելի շատ Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների մասին, որոնք ուրեմն հարվածում են, կոչված են հարվածելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին, մարդու իրավունքների հետ կապված հարցերին կամ ինքնիշխանության հետ կապված հարցերին։ Հիմա եթե մի քիչ ավելի լայն նայենք, սրա մեջ ներառվում է թե քաղաքական ազդեցությունը, քաղաքական ճնշումները, սրա մասին բազմիցս խոսել եմ, օրինակ նույն այդ Վրաստանում Վերին Լարսի այդ միջանցքը բացել է, փակել է կամայականորեն, նաև կարելի է դիտարկել, ոչ թե կարելի է, այլ պետք է դիտարկենք որպես հենց հիբրիդային սպառնալիք, հենց գործոն, սա նշանակում է քաղաքական ինչ-որ խնդիրներ լուծելու համար Ռուսաստանում շատ հեշտ որոշում են կայացնում փակել, օրինակ հայաստանյան տրանսպորտի համար այնտեղի ուրեմն ճանապարհը, ինչով իրանք կարողանում են ձևավորել ինչ-որ անհանդուրժողություն իշխանությունների գործելակերպի նկատմամբ, բողոք, զայրույթ, վախ եւ այլն եւ այլն։ Ուրեմն նույն մեթոդները օրինակ կարելի է դիտարկել օրինակ Ռուսաստանում վերջերս ընդունված օրենսդրությունը, որ այդ ապրանքներ տեղափոխող մեքենաների վարորդների համար, եթե նախկինում 90 օր էր թույլատրվում առանց վիզայի մնալ Ռուսաստանի Դաշնությունում, հիմա կրճատել են, ինչը նույնպես դժգոհություն է առաջացնում, էլի ոնց որ ճնշման գործիք է, սա քաղաքական բանն է, ճնշումների ձևը։ Մյուսը տեղեկատվական ճնշումների ձևն է, այսինքն ապատեղեկատվության միջոցով, կեղծ տեղեկատվության միջոցով փորձում են մոլորեցնել մարդկանց կամ ձևավորել որոշակի ընկալումներ, որոշակի ուրեմն ընկալումների դաշտ ձևավորել, հա, կախված թե որ համատեքստում է եւ ինչ կոնկրետ նպատակով է օգտագործվում։ Բավականին հիմա լայն գործիքակազմ կա այդ օգտագործելու եւ Մոլդովայի օրինակները ցույց են տալիս, որ գրեթե ամբողջ սպեկտրն օգտագործեց Ռուսաստանը, հասկացած մարդկանց ուրեմն կաշառելը, հա, եւ մեծ ուրեմն գումարային հոսքեր, կանխիկ գումարի եւ նաեւ կրիպտո արժույթի հոսքերը Մոլդովա, եւ ճիշտն ասած, եթե
մեզնից ոմանք հիշում են, անգամ պահը կար այդ նախընտրական փուլերում, երբ որ Մոլդովան արգելեց նաև Հայաստանից ժամանող ինքնաթիռները, որպեսզի վայրէջք կատարեն Մոլդովայում, որովհետև մտավախություն ունեն, որ Հայաստանից են այդ հոսքերը գալիս կանխիկ գումարի։ Մյուս գործիքը էլի շատ էֆեկտիվ օգտագործող նաև հենց ուրեմն ռուսական ազդեցության, ուրեմն տարբեր գործակալական կառույցներում, կազմակերպություններում, այսպես կոչված ռուսական տներ, ռուսական մշակույթի տներ, որոնք էլի ակտիվ այդ նախընտրական փուլում ակտիվացվում են, այն որ տեխնացուի ակտին քարոզչություն են ծավալում, նաև շատ դեպքերում նաև հենց այդ կառույցներում ուղղակիորեն բաժանվում ընտրակաշառքը, այդտեղ է քարոզչությունը տարվում իրենց տեխնացուի համար։ Այսինքն իրականում բավականին լայն ասպեկտը, շատ լայն ասպեկտը, երևի մեր խոսակցության ընթացքում կփորձենք դրանց այդ բոլոր շերտերի մասին փոքր ավելի մանրամասն խոսել, արդեն հայաստանյան համատեքստը։ Հենց նաև հայաստանյան համատեքստը դիտարկելով, նախ մեր մոտ կիրառվող գործիքների ինչ որ առանձնահատկություններ նկատվում են, թե ոչ, եւ ինչու է օրինակ նաև Հայաստանի պարագայում Ռուսաստանի կողմից շեշտ դրվում ավելի զգայական եւ էմոցիոնալ թեմաների վրա։ Օրինակ նույն եկեղեցական կամ ինչ որ ազգային ավանդական արժեքների մասին տեղեկություններ կամ նաև այդ թեմաները օգտագործելով, փնովելով եւ վարկաբեկելով նույն արևմուտքին կամ այս դեպքում Եվրոպական միությանը, հա, մեզ մոտ կան տեխնոլոգիաներ, որոնք առանձնանում են, թե ոչ, եւ ինչու են թիրախավորվում հենց ավելի էմոցիոնալ թեմաները։ Բերեք սկսենք այնտեղից, որ այդ նույն հարցերը, որ դուք հիմա բարձրացնում եք, նույն եկեղեցու, կրոնականության, ինքնության, ազգային ինքնության հետ կապված հարցերը շատ ակտիվորեն շահարկվել են նաև Մոլդովայում։ Այսինքն թեմատիկ բանով, եթե դիտարկում ենք, գրեթե տարբերություն չկա, որովհետև հավանաբար հաշվարկը նա է, որ այդ հետ խորհրդային տարածքներում մարդկանց մտահոգությունները, վախերը բավականին մոտ են իրար։ Բայց մյուս կարևոր հարցը պետք է հաշվի առնենք, որ հաշվի առնվում ազգային ուրեմն առանձնահատկությունները, այդ պետության ուրեմն առանձնահատուկ խնդիրները, հա, որովհետև օրինակ մենք մի պետություն ենք, որը անցավ պատերազմի կամ պատերազմների միջով, մենք պետություն ենք, որը ենթարկվել է ցեղասպանության, այսինքն այս տրավմաները, այս ցավերը շատ հեշտ եւ շատ էֆեկտիվորեն շահարկվում են նաեւ այդ քարոզչության, այդ հիբրիդային սպառնալիքների կամ այդ ուրեմն շրջանակներում տրվող եւ տարածվող տեղեկատվության մեջ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, եթե անգամ գործիքակազմը տարբերվում է, ինքը տարբերվում է հաշվի առնելով առանձնահատկությունը, այսինքն մեր առանձնահատկությունը, որ մենք ունենք հարևանների հետ խնդիրներ, օրինակ Ադրբեջանի, Թուրքիայի հետ այդ որոշ չլուծված խնդիրները, որոնք շատ ոնց որ մեր հանրության համար ցավոտ կետեր են եւ այդ կեղծ նարատիվները, այդ կեղծ խոսությունները շատ դեպքերում այդ ցավոտ կետերին են թիրախավորում, որպեսզի ավելի ընկալելի եւ ավելի հեշտ մարսելի դառնան հասարակության լայն շերտերի համար։ Օրինակ, եթե մի փոքր ավելի հստակ օրինակներով խոսենք, օրինակ շատ տարածված էր մեզ մոտ այդ խոսույթը, որ եթե Ռուսաստանը չլինի, Թուրքը մեզ կուտի։ Այսա այդ խոսույթն է, որը շատ վաղուց տարածվող խոսույթ է, դա նոր խոսույթ չի, նոր ձևավորվող խոսույթ չի, ուղղակի ժամանակի ընթացքում այդ խոսույթը ակտիվացվում է, այդ դիսկուրսները հանրության մեջ ակտիվացվում են տարբեր դերակատարների միջոցով, հա, եւ տարբեր համատեքստում օգտագործվում է, օրինակ այս խոսույթը շատ լայնորեն օգտագործվում էր Գյումրիում գտնվող 102 ռազմաբազայի հետ կապված հարցերի քննարկման համատեքստում, հա, որ այդ 102-րդ ռազմաբազան ըստ էության հանդիսացել է թուրքական ագրեսիան խաթարող ինչ-որ ուժ, որը ակնհայտ է, որ ճշմարտության հետ երևի որևէ աղերս չունի։ Կամ օրինակ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, երբ որ խոսում ենք հայ-թուրքական երկխոսության կամ այդ նոր ուրեմն հարաբերությունների բարելավման վերաբերյալ քննարկումների մասին շատ հաճախ օգտագործվում է ոնց ենք մենք որպես ազգ գնում Թուրքի հետ խոսելու, որովհետև մենք այն ազգն ենք, որ Թուրքի կողմից ենթարկվել է ցեղասպանության։ Այս
ցավը, ցեղասպանության շատ հեշտ օգտագործում է, որպեսզի ուրեմն դիմադրություն առաջացնեն հանրային լայն շերտերի մեջ այդ ցանկացած հայ-թուրքական երկխոսության ուրեմն հարցերի շուրջ։ Կկրկնվեմ, չնայած գործիքակազմը, հա, ասում եմ կատարելագործվում, սա շատ մի կարևոր գործոն էլ կա, այդ ռուսական մեքենան այդ հիբրիդային սպառնալիքների շատ էֆեկտիվ է գործում այն պատճառով, որ ինքը շատ արագ սովորում է, որևէ կաշկանդվածություն չունի, այսինքն նրանք որևէ կաշկանդվածություն չունեն աշխատել օրինականության շրջանակներում, ինչ-որ կանոններով, այսինքն որևէ սահմանափակող կամ իրենց գործողությունները կանխող որևէ գործընթաց չկա, իսկ մենք շատ դեպքերում պաշտպանվողները նույն Մոլդովայում, նույն Լեհաստանում, նույն, չգիտեմ, Ռումինիայում սովորաբար պաշտպանվելու համար մենք դա իրականացնում ենք ժողովրդավարական արժեքների շրջանակներում, օրինակ մենք, չգիտեմ, գոյություն ունեցող կեղծիքների ֆաբրիկային չենք կարող հակադրել, չգիտեմ, ժողովրդավարական հասարակությունում ձևավորվող ինչ-որ կեղծ ֆաբրիկաներ, հա, որովհետև դա հակասում է այդ արժեքային համակարգին եւ այլն, եւ շատ դեպքերում անհավասար են լինում ուժերը, այսինքն դու պետք է շատ ավելի լավ մշակված ռազմավարություն ունենաս, թե ոնց պաշտպանես քո ժողովրդավարական արժեքներով ավելի խոցելի դարձած միջավայրը այդ ագրեսիվ հարձակումներից։ Պաշտպանական միջոցները, հա, դրա մասին էլ խոսենք, ինչը կարևոր է բնականաբար։ Ես կուզենամ մենք առանձին անդրադառնանք հենց ներսում մեր կարողություններին, հնարավորություններին եւ գործիքներին այդ ամեն ինչին ոչ միայն արձագանքելու, այլև կանխարգելելու, հա, ինչը եւս կարևոր է այս մասով, եւ երկրորդ մասով կխնդրեմ, որպեսզի խոսենք նաեւ միջազգային համագործակցության մասին, ինչպես այն նպաստում այդ կարողությունների զարգացմանը։ Ու եթե հնարավոր է նաեւ դիտարկենք ինչ որ այսպես ասած կայացած փորձեր էլ, էլի, կարող ենք օրինակ նույն Էստոնիան էլ դիտարկել կոնտեքստում։ Բերեք այստեղից սկսենք, որ հենց նարատիվների կամ այդ ուղերձները Ռուսաստանից եկող դիտանկյունից եթե նայում ենք, հենց նույն հայտարարությունը վերջերս հնչեցրած Կայա Կալասի կողմից, որը հայտարարեց, որ Հայաստանը օգնություն է խնդրել այդ հիբրիդային սպառնալիքներից պաշտպանվելու, մեկնաբանվեց Ռուսաստանում որպես ինքնախոստովանություն Եվրոպական միության կողմից, որ նա ազդեցություն ունենալու Հայաստանում ընտրական գործընթացների վրա։ Այսինքն տեսեք ինչ աղավաղված ընկալում է, էլի, այսինքն Ռուսաստանը, որը փորձում ազդեցություն ունենալ, իսկ Եվրամիությունը, որ պաշտպանում է էլի բացառապես օրինականության շրջանակներում, ժողովրդավարական արժեքների շրջանակներում, այսինքն այդ պաշտպանության ասելով մենք նկատի ենք ունենում պաշտպանությունը լրատվական դաշտի կեղծ տեղեկատվությունից, պաշտպանությունը ընտրական գործընթացների, ընտրական կեղծիքներից, ընտրակեղծարարությունից, չէ, կաշառքի բաժանումից, այսինքն դիտորդների կարողությունները զարգացնելով, դիտորդական առաքելությունները ուժեղացնելով, այսինքն սրանք բացառապես օրինականության շրջանակներում իրականացվող գործողություններ են, որոնք մեկնաբանություն են ստանում որպես ազդեցություն ընտրական գործընթացների վրա։ Այսինքն շատ դեպքերում սա ներկայացում է որպես մի գործոն, որ Եվրոպական միությունը իրականում աջակցություն է ցուցաբերում իշխանություններին եւ այս պայքարի շրջանակներում նրանք ուրեմն թիրախավորում են ընդդիմությանը, ոչ ժողովրդավարական ընդդիմությանը։ Շատ այս նարատիվների խաղի երևի հետաքրությունը կանում է նրանում, որ շատ դեպքերում այն արժեքային համակարգների մասին, ուրեմն ժողովրդավարական արժեքային համակարգի մասին խոսում են այն մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ թքած են ունեցել ժողովրդավարության եւ այդ արժեքների վրա, եւ հիմա ընդհանրենք սկսում են խոսել բանտարկյալների մասին, ժողովրդավարական սպառնալիքների մասին, որը գալիս է նույն ընդհանրենք քաղաքացիական հասարակությունից կամ ժողովրդավարական քաղաքական ուժերից կամ միջազգային գործընկերներից, որոնք աջակցում են ժողովրդավարական գործընթացները։ Շատ հետաքրքիր է այդ խաղերը կամ այդ process-ները դիտարկելը եւ ակնհայտ է, որ սա դեռ շարունակական process է լինելու։ Հիմա մի փոքր եթե անդրադառնանք ինստիտուցիոնալ պայքարների միջոցներին, որովհետև շատ ես համաձայն եմ դες հետ, որ այդ պայքարի միջոցները երևի ամենակարևոր այս պահին մեր երևի խոսակցության թեման պետք է լինի, որովհետև
Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելը իրոք պահանջում է ինստիտուցիոնալ մոտեցում, ռազմավարական մոտեցում։ Ինչը նշանակում է, որ պետական եւ ոչ պետական բոլոր ինստիտուտները, այսինքն բոլոր դերակատարները պետքա ինչ որտեղ լծված լինեն այս պետության սուվերենությունը պաշտպանելու գործում կամ Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու գործում։ Սա ընդհանրում է շատ ակտիվ մասնակցություն օրինակ ազգային ժողովի։ Եվ այդ ազգային ժողովն է, որ իրականացնում է նույն օրենքների մշակումը, որոնց միջոցով պետքա պետությունը պաշտպանվի կամ ընդհանրենք, որը իրավական դաշտ է ստեղծելու այդ հիբրիդային սպառնալիքների պայքարելու հարցում։ Պետքա կառավարական տարբեր օղակներ, այսինքն պետական տարբեր մարմիններ, ընդհանրենք ժամանակակից տեխնոլոգիաների նախարարությունը, որը որ նույն պատասխանատվությունն է կրում այդ քարոզչության ուրեմն սահմանափակման հարցում, այսինքն տեսեք մենք խոսում ենք անընդհատ, որ Հայաստանում գործում են բազմաթիվ ռուսական ալիքներ, որոնք այդ քարոզչությունը տարածում են, որոնք ձևավորում են անվստահություն ժողովրդավարական արժեքների նկատմամբ, անվստահություն եվրոպական արժեքների նկատմամբ, ուղղակի շատ դեպքերում թիրախավորվում է Եվրոպական միությունը, այդ Եվրոպական միության արժեքները, հա, տարբեր կլիշեների ձևավորման միջոցով, տարբեր կեղծիքների միջոցով հանրության մոտ ձևավորվում է մի ընկալում, որ գիտեք, այդ Եվրոմիությունը ուղղակի Հայաստանի հաշվին իր քաղաքական խնդիրներն է լուծում եւ օրինակ վախեր են առաջացնում հասարակության մոտ, որ Հայաստանը, եթե այս ճանապարհով շարունակի, կարժանանալու է Ուկրաինայի ճակատագրին, դառնալու է նոր պատերազմական ուրեմն թիրախ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ինֆորմացիայի սահմանափակումը, այսինքն որպեսզի այդ տեղեկատվությունը չթափանցի հանրային դաշտ եւ որ ազդեցություն չունենա հանրային ընկալումների վրա, իհարկե պետական ներգրավվածություն է պետք, այսինքն մենք չենք, որ որոշելու ենք, թե օրինակ ռուսական առաջին ալիքը պետք է հեռարձակվի Հայաստանում, թե չէ, դա պետական որոշելիք հարց է, հա, պետական ինստիտուտների որոշելիք հարց է եւ պետական ինստիտուտներն են մեզ որպես Հայաստանի քաղաքացիներ պաշտպանելու հա, այդ ռուսական թիրախավորումից։ Հիմա դա մի հարթությունն է, այսինքն նույն ազգային անվտանգության ծառայության անելիքն է շատ մեծանում, որովհետև այստեղ մենք ակնհայտ է, որ գործ ենք ունենում ոչ միայն դրսից եկող ազդակների, դրսից եկող ուրեմն հիբրիդային սպառնալիքների մասին, այլ տարիներ շարունակ ներսում ձևավորված իրենց աջակիցների մասնակցությամբ հիբրիդային սպառնալիքների մասին։ Այսինքն մենք բոլորս էլ հասկանում ենք, որ տարածողները այդ գաղափարախոսության, այդ ուրեմն հարձակումները նաև իրականացվում են հենց Հայաստանի Հանրապետության ներսում գործող լրատվամիջոցների կողմից, որոնք շատ դեպքերում աշխատում են այս ռուսական աջակցությամբ կամ ռուսական ֆինանսավորմամբ։ Այստեղ բնակվող կամ այստեղ էֆեկտիվ գործունեություն ծավալող քաղաքական ուժերի կողմից, անկախ այսպես կոչված փորձագետների կողմից եւ նրանց ակտիվ մասնակցությունն այս գործընթացներում չտեսնել ուղղակի չի կարելի։ Նույնը ասում եմ շատ էֆեկտիվ օգտագործվել է նաեւ Մոլդովայում, երբ որ չգիտեմ, այդ խոսող գլուխները գիշեր-ցերեկ քարոզել են, որ առանց Ռուսաստանի Մոլդովան կմահանա, չգիտեմ, Եվրամիությունը, նույն գրեթե շատ նմանատիպ խոսություններ են տարածվել, շատ նմանատիպ տեղեկատվություն է եկել, որ ենթադրենք, թե մենք կարժանանանք Ռուսաստանի զայրույթին, մենք կարժանանանք նույն Ուկրաինայի ճակատագրին, չնայած Մոլդովայում կար առանձնահատկություն, որ նրանք ուղիղ սահմանակից էին Մոլդովային եւ Ռուսաստանը շատ հաճախ ուզում էր իրականում մտադրված էր Ուկրաինայի Մոլդովայի տարածքը օգտագործել այս նույն ռազմական գործողությունների իրականացման որպես ռազմավարական թիրախ, ռազմավարական կետ, այնտեղից շատ էֆեկտիվ կարելի էր ուրեմն Ուկրաինայի վրա հարձակումները ծավալել։ Եվ այս առանձնահատկությունները պետք է նաև հաշվի առնել, էլի, որովհետև Մոլդովան գտնվում է Եվրոպայի շատ ավելի մոտ Եվրոպական միության, հա, այսենց, եթե բանով փոքր ավելի ճշգրիտ աշխարհագրական բանի տեսանկյունից ներկայացնենք, ուղիղ սահման ունի եւ այնտեղ կա Ռումինիան, որոնք
ըստ էության ինքնության տեսանկյունից դիտարկում են իրանց որպես մի ազգ, նաև ունեն մեկ լեզու, եւ սա նաև շատ կարևոր գործոն է, եւ այդ գործոնն էլ շատ երևի կարևոր դեր խաղաց Մոլդովայի պարագայում, որովհետեւ Եվրոպայի միության տարածքում բնակվող մոլդովացի քաղաքացիները շատ ավելի ուրեմն կարևոր դեր խաղացին ընտրությունների գործընթացում, որովհետև նրանք քվեարկեցին ըստ էության ի աջակցություն եվրոպական արժեքների, ի աջակցություն եվրոպական Մոլդովայի եվրոպական նկարտումների եւ նպատակների։ Եվ սա շատ կարևոր դեր խաղաց։ Չնայած Մոլդովան նույնպես երկիր է, որ ունի այսպես կոչված չլուծված խնդիր այդ Մեծնեստրի հետ կապված, ունի ռուսներով կամ ռուսալեզու բնակչությամբ խիտ բնակեցված ուրեմն Գագաուզիա, տարբեր շրջաններ, որոնք մենք հասկանում ենք, որ շատ ավելի հեշտ թիրախավորվելու են եւ թիրախավորվում են Ռուսաստանի կողմից։ Չնայած այս էլ շատ կարևոր գործոն է, մեր մոլդովացի գործընկերները անգամ իրենք հայտարարում են, որ մենք հասկանում ենք, որ սրանով պայքարը չի ավարտվել, միգուցե սա մի փոքրիկ հաղթանակ էր այս պարագայում, բայց մենք հասկանում ենք, որ ռուսական քարոզչությունը շատ ռուսական ագրեսիվ գործելակերպը դեռ երկար ժամանակ շարունակվելու է եւ շատ դեպքերում շատերը հույսը կապում են ուկրաինական ուրեմն ֆրոնտում Ռուսաստանի պարտության հետ, այսինքն միայն այն դեպքում, երբ որ Ռուսաստանը որպես այդ իմպերիալիստական ընկալումներով պետություն դադարի իր գոյությունը, դադարեցնի իր գործունեությունը, այդ դեպքում այդ հետ խորհրդային երկրները կստանան որոշակի ազատություն եւ անկախություն սեփական պետության համար որոշումներ կայացնելու տեսանկյունից։ Վերադառնանք ուրեմն ինստիտուցիոնալ գործիքներին, ինչպես արդեն ասացի, շատ կարևոր դեր ունենալու ազգային անվտանգության ծառայությունը, որը կբացահայտի օրինակ այդ հանցավոր շրջանակները, օղակները, որոնք պետության ներսում գործում են։ Դա շատ կարևոր դերակատարում է։ Շատ կարևոր դերակատարում ունի նաև քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, այսինքն լրատվամիջոցները, որոնք գործում են բացառապես այդ էթիկայի շրջանակներում, այսինքն պրոֆեսիոնալ լրատվությունը այս պարագայում երևի ամենաէֆեկտիվ գործիքներից է, որը ավելի ֆիլտրում է տեղեկատվությունը եւ չի հանդիսանում այդ կեղծ լրատվության, կեղծ տեղեկատվության տարածողը։ Իսկ շատ դեպքերում մեր պարագայում մենք տեսնում ենք, որ անգամ այսպես կոչված պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ շատ դեպքերում կամա թե ակամա հանդիսանում են այդ գաղափարախոսության տարածողները։ Ու սրա մասին ես բազմիցս խոսել եմ ու իմաստ տեսնում եմ սրա մասին նաև էլի շարունակաբար խոսել, օրինակ շատ դեպքերում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայաստանյան աուդիտորիայի շրջանակներում ուրեմն տարածվում է տեղեկատվություն հենց ռուսական աղբյուրներից։ Այսինքն հայկական լրատվամիջոցները շատ դեպքերում ուղղակի բառացիորեն թարգմանում են ռուսական քարոզչությունը եւ տարածում են եւ դա դառնում է հանրային ընկալում։ Նույն ուկրաինայական ճակատում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ըստ էության հանրության մեծամասնությունը իմանում է այդ ռուսական ալիքներից կամ թարգմանություններից եւ ըստ էության կեղծ ընկալում է ձևավորվում այնտեղ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Իսկ դրա փոխարեն մենք կարող ենք ուղղակի թարգմանել միջազգային լրահոսից տեղեկություններ, կամ գոնե տայինք, ենթադրենք բազմակողմանի եւ ստուգված տեղեկատվություն։ Եվ այստեղ պրոֆեսիոնալ լրագրության դերը երևի գիտեք թերագնահատել չի կարելի, էլի։ Մյուսը քաղաքացիական հասարակության կառույցները, որ շատ էլի կարևոր դեր են խաղում, քաղաքացիական հասարակության եւ դերը նաև կրթելն է հասարակության, այսինքն այդ մեդիա գրագիտություն, որ ասում են, այսինքն ցանկացած քաղաքացի հալածյուղի տեղ չընդունի այն կեղծիքը, որ ամենօրյա ռեժիմով սոցիալական հատկապես ցանցերում ստանում են։ Իսկ սոցիալական ցանցերը այսօր, գիտեք, միջազգային գլխացավանք է, որովհետև գրեթե վերահսկելի չի այդ տեղեկատվությունը
Եվ շատ դեպքերում անգամ օրենսդրություն չկա, անգամ միջազգային օրենսդրություն չկա, թե որքանով կարելի է վերահսկելի դարձնել այդ սոցիալական ցանցերը։ Արդյոք դրանք լրատվամիջոց են, թե լրատվամիջոց չեն։ Արդյոք ընդհանրենք ինչ-որ մարդ իր կարծիքը հայտնում է ինչ-որ երևույթների վերաբերյալ կամ իր քաղաքական դիրքորոշումները հայտնում է եւ ունի պայմանական 1 միլիոն հետևորդներ, հա, արդյոք դա հանդիսանում է լրատվամիջոց թե չի հանդիսանում։ Արդյոք կարելի է սահմանափակել նրա այդ իր գաղափարախոսությունը տարածելը, թե չի կարելի։ Եվ յուրաքանչյուր երևի սոցիալական ցանց ունի իր քաղաքականությունը սրա վերաբերյալ։ Չգիտեմ, X-ը մեկ այլ մոտեցում է ворթեգրել, չգիտեմ, Մետան այլ մոտեցում ունի եւ շատ կարեւոր է նաեւ պետական մարմինների համար այս ընկերությունների հետ կապի մեջ լինել եւ փորձել հասկանալ, թե ինչպես այդ ընկերությունների միջոցով գոնե մինիմումի հասցնել, հա, ես հասկանում եմ, որ լրիվ բացառապես կրճատել դա անհնար է։ Հետո շատ էֆեկտիվ օգտագործվում է, գիտեք, արհեստական բանականությունը այդ կեղծ տեղեկատվության տարածման վերաբերյալ։ Մենք հիմա տեսնում ենք նաև հայկական մեդիա դաշտում, նաև սոցիալական ցանցերում այդ կեղծ լուսանկարները, այն ինչ որտեղ նրանք կարող է, չգիտեմ, տարբեր նպատակներով են ստեղծվում, միտեղ կարող է վախ առաջացնել ինչ-որ կեղծ նկարներ, ուկրաինական քանդված շինություններ եւ ինչ-որ հայկական դեմքով մարդիկ, որը այդ վախն է առաջացնում։ Մյուս պարագայում կարող է ծաղրանկարներ ստեղծեն, չգիտեմ, Հայաստանի որոշում կայացնողների, իշխանական տարբեր շրջանակների ներկայացուցիչների եւ եվրոպական գործընկերների շուրջ ծաղրանկարներ անեն, որը ասենց անվստահություն, չգիտեմ, հեգնանք առաջացնում ցանկացած քաղաքական գործընթացի վերաբերյալ, որը կապված է Հայաստանի եվրոպական ուրեմն նկրտումներին կամ կեղծ տեսանյութեր, չգիտեմ, կեղծ հայտարարություններ, շատ հեշտ է այսօր, իրականում շատ հեշտ է նման տեսանյութեր ստանալ եւ մանավանդ մի քիչ մեծ ծերունդը մեծ դժվարությամբ է տարբերում, գիտեք, ոչ միայն մեծ ծերունդը, անգամ փորձագետները այսօր արդեն խոսում են նրա մասին, որ ընդամենը երևի 1 տարի հետո բացարձակ հնարավոր չի լինելու տարբերել, թե որն է կեղծ արհեստական բանականության միջոցով ստացված եւ որն է իրական տեսանյութը։ Սրա համար էլ պետք է երևի լավ լուրջ գործիքներ մշակվեն եւ այս ուղղությամբ կարծում եմ տարբեր փորձագիտական շրջանակներ աշխատանքներ տանում են, մեզ մոտ այս կարողությունն էլ չկա, բերեք անկեղծ լինենք, այդ կարողությունը, այդ պրոֆեսիոնալիզմը, նաեւ այդ գործիքները, սա որոշակի գործիքներ է նոր համակարգիչներ, նոր, չգիտեմ, չափումներ, հա, նոր ուրեմն գիտելիք պահանջող ինչ-որ գործընթաց է, որի վերաբերյալ երբեք Հայաստանում որևէ մեկը չի պատրաստվել, չի սովորել եւ հիմա այս նոր ինչ-որ քայլեր արվում են եւ սա իրոք էլի լուրջ աշխատանք, լրջագույն աշխատանք պահանջելու է։ Երևի այսքանը փոքր երկար խոսեցի, բայց թեման շատ ծավալուն է։ Ժիրայր ջան, շատ ծավալուն է, այս փորձեցի գոնե կարճ խոսեմ տարբեր ուրեմն շերտերի մասին։ Արդյոք ուրեմն Եվրամիության Հայաստանում հնարավոր արտաքին միջամտություններին աջակցությանը դեմ հանդես եկող քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացնում նաև մասնակցելու 2026 թվականի ընտրություններին եւ իշխանություն ձևավորելու նպատակ ունեն, ՀԱԿ, ՀՀԿ, ՀՅԴ, Քոչարյանականներ, նրանց հետ աֆիլիացված ուժեր եւ սուբյեկտներ, որոնք դեմ են հանդես գալիս այդ աջակցությունը։ Սա ինքնին, օրինակ, ըստ Լավրովի բառապաշարի ինքնախոստովանական ցուցմունք չէ։ Իհարկե, իհարկե խոստովանական ինքնախոստովանական ցուցմունքի արդեն Լավրովի կողմից եւ այդ ձևի խոստովանական ցուցմունքներ մենք շատ ենք լսում, շատ հաճախ ենք լսում, տեսեք օրինակ Ռուսաստանից եկող այսօր ամենաակտիվ խոսույթը խոսում է նրա մասին, որ եթե Հայաստանում չընտրեն պրոռուսական իշխանություններ, Հայաստանի տնտեսությունը ուղղակի կփլուզվի։ Եթե Հայաստանում չընտրեն պրոռուսական քաղաքական ուժի, կտուժի Հայաստանի անվտանգությունը, որովհետև ըստ էության իրենց բանով, այդ նարատիվով Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի միակ անվտանգային երաշխավորը։ Այսինքն ակնհայտ է, որ եւ բացահայտ նրանք աջակցություն են հայտնում այդ ուժերին, այսինքն նույն Սամվել Կարապետյանի վերաբերյալ մենք շատ հաճախ լսում ենք հենց Ռուսաստանից եկող հայտարարություններ, որ մենք ուշով հետևում ենք գործընթացներին եւ մեր քաղաքացու
ի պաշտպանություն մեր քաղաքացու մենք մեր ուրեմն մեզնից ակնկալվող գործողություններն անելու ենք, այսինքն նույն եկեղեցու վերաբերյալ, չգիտեմ, Ռուսաստանից որոշել են, որ պետք է հետևեն Հայաստանում եկեղեցու հետ կապված գործընթացներին, թե Ռուսաստանի ինչ ասում քթի գործն է, թե Հայաստանում ներքին ինչ ուրեմն զարգացումներ են գնում կամ ինչ քննադատություն ունի հայաստանյան հասարակությունը իր եկեղեցական առաջնորդների վերաբերյալ։ Սա գիտեք, ներքին իրոք գործընթացը, որի մասին ես ունեմ իմ կարծիքը, ինքը շատ ավելի ծավալուն թեմա է, երևի այս մեր խոսակցության ընթացքում չենք հասցնի դրա մասին մանրամասն խոսել, բայց Ռուսաստանը գիտեք ոնց որ Չեխիայից հայտարարեն, որ մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարում Հայաստանում եկեղեցու հետ կապված կամ չգիտեմ, Հոլանդիայից մեզ զգուշացնեն, որ եթե հանկարծ դուք փորձեք ինչ-որ քայլեր անեք, Հոլանդիայի կառավարությունը եւ Հոլանդիայի թագավորը դուք կտեսնեք ձեզ դրալը ինչ է դարձնելու։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի թաքցնում իր ցանկությունը, իր ուրեմն ձգտումները ազդեցություն ունեն քաղաքական դաշտի վրա, ուստի ես էլ կիսում եմ ձեր մտածումը, որ դա Լավրովի կողմից եւ ոչ միայն Լավրովի, տարբեր շրջանակների, սկսած գիտեք ընդդիմադիր այսպես կոչված ընդդիմադիր շրջանակների կողմից կամ տարբեր քաղաքական գործիչների կողմից հնչող հայտարարությունները, որ Ռուսաստանից գալիս են, վկայում են նրա մասին, որ այնտեղ այդ ընկալում ունեն։ Հիմա ինչ անենք, ասում եմ, մեկ գիշերվա մեջ այդ մարդկանց չենք փոխելու։ Այդ մարդիկ տենց են ընկալում, որ Հայաստանը իրենցն է եւ իրենք ոնց ցանկանան, տենց պետք է շարժվի հայաստանյան հասարակությունը եւ հայաստանյան իշխանությունը։ Շատ դեպքերում, եթե ուշադրություն եք դարձել, իրանք sense բան են ձևակերպումը տալիս են, որ մենք վստահ ենք, որ Հայաստանի ուրեմն հասարակությունը շատ ավելի ուրեմն աչալուրջ կգտնվի եւ կընդդիմանա իշխանությունների իրենց այդ իշխանությունների գործողություններին շատ ավելի ուրեմն հասունա հայաստանյան հասարակությունը, որը հասկանում է, թե ինչ կարևոր է հայ-ռուսական հարաբերությունը, այսինքն ինչ որտեղ այնց բան են ձևակերպում, որ մենք գիտենք, որ դա հասարակության ցանկությունը չի կտրել կապերը Ռուսաստանի հետ եւ մերձենալ արևմտյան այսպես կոչված աշխարհի հետ, այլ սա իշխանությունների ձգտումներն է եւ այսպես կոչված իրանք փորձում են ներկայացնել իրենց որպես հասարակության հայ ազգի բարեկամը, ոչ թե եւ ինդիկացիա են անում, որ սա ուղղված է, մենք թիրախավորում ենք ձեր իշխանություններին, ոչ թե հասարակությանը եւ հասարակությունը մեր բարեկամն է։ Սրանք շատ խելացի բաներ են, որոնք գիտեք շատերը, եթե այդ վերլուծական գործիքները չեն օգտագործում, չեն ընկալում, ինչ որտեղ sense բանը ջերմությամբ են լսվում, անգամ իմ հարազատների մեջ ցավոք սրտի տենց կա էլի, որ ինչ որ մի հատ քաղաքական գործիչ խոսում ասում է, որ մեր դարավոր բարեկամ Հայաստանը այն դուժած, չգիտեմ, պատերազմի միջով անցած եւ այլն, մենք շատ ենք բանանում հոգ տանում մեր հայ ժողովրդի մասին, մենք օգնություն ենք ուղարկելու, բանս այդ ինչ որ ջերմությամբ են լցվում այդ մարդիկ, ասում են, այս մարդը ինչ լավ է խոսում մեր մասին, ինչի եք դուք իրանց էլ քննադատում, էլի այնքան բանը նուրբ է այս հարցը, դու պետք է շատ լուրջ կարողանաս հասարակության հետ աշխատես, որպեսզի հասարակությունը տարանջատի տարբերի, թե այդ ուղերձների հիմնական թիրախը որն է, ինչ ուղերձ են մեզ հասցնում, ինչ գործողություններ, ինչ գործելակերպ են մեր հասարակությունից ընկալում եւ այլն եւ այլն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Ես եմ շնորհակալ, Ժիրայր ջան։ Զրուցակիցս Խաղաղության երկխոսություն կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։